Զինա, ինչ է եղել։ Ինչ պետք է անել, ասա։ Ոչ մի բան։ Արի օգնեմ պարկի, ինչ եղավ ախր։ Ես գնամ մամային կանչեմ։ Չէ, խնդրում եմ, հեսա կանցնի, բան պետք չի անել։ Թող Լուսի ջան, ես իմ կնգան կմբուժեմ։ Մի խառնվի իրար։ Լավ։ Արի օգնեմ պարկի։ Ինչ է եղել։ Կուզես քեզ բժշկի տանեմ։ Չէ։ Բա ինչ է եղել։ Արսեն կներես ինձ։ Ինչի համար։ Ամեն ինչի։ Կյանքից ես լրջով մտածում ես, որ մեռնում ես, մեղա ես գալիս։ Ես ով է իմ գեշոյին նեղացրել։ Կատակը միան, արի քեզ տանեմ բժշկի։ Ես գնալով խորանում է։ Խնդրում եմ կգրկես ինձ։ Կներես արթնացրեցի երևի։ Չէ, դու չես արթնացրել։ Ու առանց կներեսի։ Իսկ ընդհանրապես ված չէր լինի, որ ամեն առավոտ դու ինձ արթնացնեիր։ Երեք չկար, սպասում էի։ Չստացվեց, չկարողացա։ Ամեն ինչ նորմալ է։ Նորմալ է։ Դու ասա։ Ոնց ես։ Լավ եմ։ Ինչ եք անում։ Դաթևը գնացել է հարցազրույցի։ Այդ աղջիկը համբերել չունի։ Չեմ հասկանում, ասացի էլ չէ ախր սար, որ ես աշխատանքի կտեղավորեմ։ Դե տեսնենք ես մեկը ինչ գործ է։ Ես էլ տանն եմ։ Կգաս։ Կգամ։ Մինչև սուրճը դնես կրակին ու մարմանդ կրակին։ Ես արդեն կհասնեմ։ Դե ուրեմն սուրճը դնում եմ ու քեզ եմ սպասում։ Լավ։ Ուրեմն ես էլ հագթվեմ ու շուտ գամ։ Խոհանոցում եմ։ Լուսի մամ, Զինան լավ չի։ Ինչի ինչ է եղել։ Չգիտեմ, սիրտը խառնում է։ Այդ լավ է, որ սիրտը խառնում է։ Ուրեմն լավ նորություն է։ Դու մտածում ես, որ հղի է։ Չեմ մտածում, վստահ եմ։ Լավ, տեսնեմ ինչ է եղել։ Մամ ջան, բարի լույս։ Բարի լույս տղաս, ես դու տանն ես, հա։ Արդեն չէ։ Արման։ Մամ, շտապում եմ, ցավատ տանեմ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Վայս ինչ երեխա է սա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աշխատանքի հայտարարություն եք տվել։ Դուք ճիշտ հասցեով եք եկել։ Կարող եմ ծանոթանալ պայմաններին։ Մեզ սրա սպասարկող ադմինիստրատորներ են հարկավոր։ Կարդացել եմ։ Աշխատանքը հերթափոխով է։ Մի շաբաթ առավոտ 8-ից 6-ը, մյուս շաբաթ 6-ից 12-ը։ Իսկ իմ պարտականությունների մեջ ինչ է մտնում։ Դες դուք էլ որ առանց վճարում կատարելու ոչ մեկ սրա չմտնի, հետևել կարգ ու կանոնին, մաքրությանը ու նմանատիպ այլ բաներ։ Պարզ է։ Իսկ աշխատավարձը։ Առայժմ 100,000, հետո կվերանայեք։ Շատ լավ։ Եթե պատրաստ եք, այսօր էլ կարող եք մնալ եւ աշխատել։ Լավ։ Ցանկացած հարցով կարող եք դիմել ինձ։ Շատ լավ։ Լավ։
Սար։ Մամ, Զինա ջան, այդ ինչ է եղել բալես։ Լավ չես։ Մի քիչ սիրտս էր խառնում անցավ։ Հաստատ անցավ։ Հա, Լավ, ես իջնեմ քեզ թեյ բերեմ, դու էլ մի քիչ պարտի։ լավ մամ ջան։ հիմա կասես ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Չէ մի բան եղել ա։ Հիմար չեմ, մի անգամ ես փոխվեցիր։ Քեզ ինչ որ մեկը բան ա ասել, դու էլ ես օրն ես ընկե։ Էլ ասա տնամ հետո բա քեզ բան ասե։ Արսեն, Ես ուզում եմ ճիշտն իմանամ։ դու ճիշտ էիր։ Ես միշտ եմ ճիշտ։ Ասա իմանամ ինչի մասին ա խոսքը։ Էլ հարցեր մի դուր։ Արս կներես ինձ քեզ չհասկանալու համար։ Ես էլ քեզ կյանքում չեմ հակաճարի։ Ու ինչ ասես կլսեմ միշտ։ Ձինա։ Ուղղակի ուզում եմ, որ այդքանն իմանաս։ Մուկ, ինչ է եղել։ Աչքերս են բացվել։ Ու սկսել եմ ամեն ինչ հասկանալ։ Այդ գյադու մասին ես բան իմացել։ Ինքը ինձ էլ վաղուց չի հետաքրքրում, ու էլ իր մասին մի խոսա։ Արդեն պարզ ա։ Բան ես իմացել ու այդ քեզ ցավացրել ա։ Չէ, Ափսոս։ Ես ուզում եմ քո ուշադրությունը շեղեմ։ Բայց ինքը քո սրտի մեջ ա։ Ազատ ես կարաս գնաս։ տենց չի։ Ես վաղուց իր մասին չեմ էլ մտածում։ Հագնվի, գնում ենք ձեր տուն։ Ինչի։ Մերդ լավ չի։ Աշոտներ զանգե։ Ինչի ինչ ա եղել։ Չգիտեմ։ Հագնվի գնացինք։ Լավ։ Հաշոտ։ Զանգեց աղջիկդ։ Չէ, չի զանգել դեռ։ Չեմ հասկանում, կարողա չի ասը։ Դե կզանգի էլի։ Այդ Արտուրիկն ուրա։ Տաննա։ Հարսա էլի։ Ծրի դրան մի տեղ ուղարկի։ Բայց ինչ անեմ ու ուղարկեմ։ Աղջիկ, դու չես հասկանում ինչ ամոթ բանը։ Հանկարծ մեկի ականջը ընկնի, խայտարակ կլինենք։ Աշոտ ջան, դու մի մոռացի, որ Արտուրիկը ինձ երեխու պես է, ինչ տարբերություն։ Տարբերություն որ չլիներ, աղբորոտ տղեն չէր լինի։ Դու պատկերացնում ես, եթե միտեղ սկսի խոսալ։ Հենց մենակ աղբորոտ կնկա մոտ։ Սա Հայաստանը կիմանա։ Խելքը գլուխը հավաքի։ Ես այդ մարդկանց հետ լիքը գործեր ունեմ, պլաներ ունեմ։ Ադամը թասիբով տղա է, որ իմացավ, խայտարակ կլինենք։ Աղջիկ, էլ ոնց ասեմ, որ գլուխդ մտնի։ Ես լուրջ պլաններ ունեմ այդ ընտանիքի հետ կապված։ Եթե հենց Ադամը իմանա, բա որ Արսենը իմացավ։ Լավ էլ մի սկսի, հա։ Իսա Դինան կգա միասին մի բան կմտածենք։ Դու էլ գնա պարկի։ Եկել տեսար խնամիներդ էլ գան։ Չտենամ տանը ֆարֆռում ես խայտարակալնենք։ Վայ, Աշոտ։ Լսի ծրի այդ լակոտին։ Հեշտ ես խոսում։ Հորքուր։ Հա, Արտուր ջան։ Բան ա եղել։ Չէ, ինչ պետք ա լինի։ Ուղղակի ընկերուհիներս գալու են, մի քիչ խառն եմ, չգիտեմ ինչ հյուրասիրեմ նրանց։ Յա։ Մեջները լավ դեմքեր կան։ Արտուր ջան, թորանտեր մարդիկ են, ինչեր ես խոսում։ Բա ինչ գործ ունես այդ պարավների հետ։ Հավես ունես այդքան թաղում գնալու։ Լսի վերջ դու, հա։ Լավ, ես գնացի Հորքուր։ Հա, տղա ջան, գնա, գնա։ Թե մնամ վրեքը կայֆ բռնեմ։ Արդեն ուրիշ բաներ ես խոսում, չես զգում։
Լավ, ես գնամ Զինայի մոտ։ Չէ։ Ինչի՞։ Զինան ասեց, որ Արսելի հետ տեղ ա գնալու։ Լավ, դե դուրս գամ կորոշեմ ուր եմ գնում։ Հա, տղա ջան, գնա գործերդ մի քիչ առաջ գցի։ Բարի լույս եղբայր։ Բարի լույս։ Տրամադրությունը լավ է, ինչ ա եղել։ Այսօր ուզում եմ Լուսիին առաջարկություն անեմ։ Գժվել ես։ Հա, գժվել եմ, բայց ուրախությունից։ Չեմ ասում ամուսնության առաջարկություն եմ անում։ Ուղղակի որ պաշտոնապես ընկերուհիս դառնա։ Հա, բայց վստահ ես գազմունքներիդ մեջ։ Կյանքումս այսքան վստահ չեմ եղել։ Դե որ ասում ես, բայց քեզ մի խնդրանք ունեմ ախպերս։ Ասա, ինչ ա պետք։ Երկու ամիս գործի չեմ եղել։ Հիմա էլ որ ասեմ մի ժամով դուրս եմ գալիս, սիրուն չի լինի։ Հասկացա, ինչ եմ անում։ Մտնում ես սիրուն ծաղիկներ ես վերցնում։ Հետո մեկ էլ մի հատ լավ ռոմանտիկ տեղ ես մտածում։ Չէ, լավ, այդ ես կմտածեմ, այդ ես կանեմ։ Ուրեմն մենակ ծաղիկ։ Հələ որ այդքան ախպերս։ Եթե պետք լինեմ, ես քո տրամադրության տակ եմ։ Գիտեմ, Վրշո ջան։ Դե կապի մեջ։ Կապի մեջ, Վրշո ջան։ Ինչ սիրուն են Արման։ Մենակ ես։ Իջեցրու Արման։ Լավ, ուրեմն մի իջեցրու։ Ասել ես։ Ասել եմ։ Ոնց ես։ Քո գրքում շատ լավ։ Երեկան տրամադիր էր։ Իսկ այսօր ուրիշ ես։ Չես պատմի ինչ էր եղել։ Լավ։ Որ թեկուզ մտածում եմ, օրերն ու ժամերն առանց քեզ են անցնում։ Սիրտս պայթում է։ Արման։ Էլ չեմ ուզում մի րոպեով նույնիսկ քեզանից հեռու լինել։ Ես էլ։ Ես քեզ վերջը գողանալու եմ։ Գողացի։ Ասել ես։ Ասել եմ։ Գողանալու եմ ու տանեմ մեր տուն։ Ձեր տուն։ Հա, մեր տուն։ Մի րոպե, ես սկսեցի արդեն վախենալ։ Վախկոտ ես։ Վախենալու ոչ մի բան չկա։ Ուզում տանեմ մեր տուն, ծնողներիս հետ ծանոթացնեմ, ընտանիքիս։ Ուղղակի որոշի երբ։ Ես եմ որոշելու։ Իհարկե։ Մյուս շաբաթ։ Ինչի այդքան ուշ։ Դե մի քիչ կազդուրվեմ։ Հա, հետ էլ կա։ Լավ, դե ուրեմն կսպասենք մինչև որ դու կազդուրվես։ Պայմանավորվեցինք։ Ինչ։ Հաստատ մենակ ենք, չէ՞։
Չէ, ուղղակի էլ չեմ գնա։ Ինչի են աղջկան մենակ թողեցիր։ Արսեն, քեզ հետ եմ։ Բան ասացիր, մամ։ Հա, ինչա պատահել։ Վիճել եք Զինայի հետ։ Կարողա այն օրվա մեր խոսակցության շարունակությունն է, հմ։ Դու տատիկ չես դառնում։ Տիկին Էլիզա, ես չեմ ուզում, որ տենց ջահել, սիրուն, տատիկ դառնաս, համբերի։ Բայց ասեմ, որ ես դեմ չեմ։ Ես շատ եմ ուզում տատիկ դառնամ։ Ես հիմա դեմ եմ։ Ինչ է եղել է ներողում։ Մրսելա։ Հենա մերն էլ ավատ, հերը զանգել ասելա, ձինային բեր, ինչ որ թող տիրություն անի, չգիտեմ, տանում եմ։ Ոնց Լեյլան լավ չի։ Եթե տենց է, ես էլ կգամ։ Դու ոչ մի տեղ էլ մի արի, մամ։ Աղջկան տանում եմ հելիքա։ Գիտես ինչ ուզում ա լինի, բայց Լիլիան միշտ շատ ուշադիր է եղել իմ նկատմամբ։ Տենց չի կարելի։ Ուրիշ ձև չերեր կարարիներ։ Հենա եկավ, դե գնացինք մամ ջան։ Սուրճդ էլ մնաց այ բալես։ Վայ Արտուր ջան, մեռնեմ ջան, ինչ լավ բան արեցիր, գնացիր, հանգիստ կշնչեմ ինչ։ Սովա, չկթողեն մարդ շնչի։ Հա, Էլիզա ջան։ Լիլիա ջան։ Էս ինչ եմ լսում, ինչ է եղել։ Բան չի եղել, Էլիզ ջան, մի քիչ մրսել եմ ուղակի։ Էդ որտեղ հասցրեցիր մրսես։ Աշոտի հետ առիթի ենք գնացել։ Բարակ է հագնված, լավ սառեցի։ Դու ասա, Էլիզ ջան, դուք ոնց եք։ Ոչինչ, ոնց պիտի լինենք։ Արսենը Զինային բերեց ձեր տուն։ Ասեցի սպասեք, ես էլ գամ, չհամբերեցին։ Չէ, Էլիզ ջան, կարիք չկա, Զինաս կա հերիքա։ Մի հատ չայ է, մի հատ դեղ է, տա, տեղիցս չեմ կարում վեր կենամ, թույլ եմ շատ։ Համել երեխուս կարոտել եմ։ Դե տենց ասա էլի։ Ասում եմ էլի դե էլ ասելը ոնց է լինում Էլիզա ջան։ Ասում ես շուտ եք դուրս եկել։ Հա, մի 10 րոպեից երևի կհասնեմ։ Հա, դե լավ է, թող գա հասնի երեխես ինձ, հեչ լավ չէ։ Լավ, առողջություն։ Լավ։ Արման։ Ինչ։ Տատև ամեն վարքյան կարող է գալ։ Է թող գա։ Անհարմար է։ Ինչի։ Տատևը կարծում եմ կարող է գիտակցի, երբ որ երկու սիրած մարդ, իրար սիրող մարդ, մի վայրում գտնվում են, հանգիստ չեն կարող նստել։ Ո առասարակ տատևը չի համբուրվում։ Կարոտել եմ քեզ։ Ու դու հիմա իմ գրկում ես։ Իսկ դա նշանակում է, որ ոչ միտեղ չես կարող փախչել։
Մամ, Ես դուրս եմ գալիս։ ուր ես գնում, մամ։ Տեղ ունեմ գնալու։ Իսկ դու տանն ես, չէ՞։ Հա, հիմա տանն եմ, բայց երեկոյան տեղ ունեմ գնալու։ Պարզա։ Իսկ դու շուտ ես գալու։ Հա, շուտ եմ գալու։ Մի ժամվա գործ ունեմ։ Հենց ուզանաս տուն գնաս, կզանգես կամ հետևիցդ։ Լավ, Դե գնա։ Արսեն, դու ինձ այսօր սխալ հասկացար։ Ես հասկացել եմ ոնց որ պետք է։ Քիթս կտրեմ, թե այդ լակոտի համար չէ իր լացում։ Չէ, Մի խափի, չեմ խափում։ խափում ես։ Արսեն, դու արդեն վաղուց լավ կարևոր չի։ Դավ, Հա, Արշ ջան, ուր ես։ Անրոջը տան մոտ, ոնց ասել էիր։ Դե աչքդ ձինայից չկտրես։ Լավ, Եթե մի բան այն չանի, միանգամից ինձ զանգի։ եղավ։ Ձիդա ջան, Հա, մամ ջան, ինչ ա եղել։ Հոտակ չես։ մենակ ես։ Հա, մենակ եմ, ինչի։ Արի կասեմ, շատ կարևոր խոսելու բան ունեմ հետդ։ Անցի նստի։ Դինա, երեկվանից ես ու պապա տեղներս չեն գտնում։ Հա, մամա, բայց կասես ինչ ա եղել։ Խոսքը Հայկի մասին է։ Հայկի։ Հայկի։ Հայկը հանդիպում է Տալիթ հետ, Դինա։ Ես դու չես զարմանում։ Ես գիտեմ։ Ես գիտեմ դրա մասին։ Էլով գիտի։ Չգիտեմ, մամ, բայց Հայկը շատ վատ խաղ ա խաղում։ Ես կասեի կրակի հետ ա խաղում այդ լակոտը։ Այսօր եմ իմացել, Լյուսին բերեց ու Հայկի նկարը ինձ ցույց տվեց։ Ինչ ասեցիր։ Ոչ մի բան, կամ ինչ կարա, ինչ էլ ասեի։ Աղջիկս, շատ զգուշ եղի, խնդրում եմ քեզ։ Մամ, ինչ անեմ, որ զգույշ լինեմ, կասես։ Չգիտեմ, Դինա։ Դիտման փաղնում։ Այդ բոմժը դիտման փաղնում։ Գիտեմ։ Ուշադիր ինձ լսի, Դինա։ Ոչ մի ավելորդ քայլ։ Անցած անգամ մեր բախտը բերեց ուղակի, որ Արսենը ամեն ինչ իմացավ, բայց ձեռքից չբռնեց ու տանից դուրս չշպրտեց։ Մամ։ Ինչ, մամ։ Մեր հարաբերությունները հիմա շատ լարված է ձեր ընտանիքի հետ։ Ես չգիտեմ ինչ ա կատարվել մեջտեղում ինչ կա, բայց ամեն ինչ առաջվա նման չի։ Ու ասեմ քեզ, պապատ այդ ամեն ինչը հասկանալով ասեց, որ կանչեմ բերեմ մեր տանը խոսենք։ Չգամ ձեր տունը ինչ որ մեկը մի բան լսի ու խայտարակ լինենք։ Մամա, հավատա ինձ, ես ոչ մի բան չեմ անում, ես էլ Հայկի հետ հանդիպում չեմ փնտրում։ Հա, բայց այդ լակոտը չի հանգստանում։ Բայց ոչինչ, ոչինչ։ Հաշոտոնից տրամադրված է, որ այնքան հեռու կուղարկի դրան, իզուտ հոզնը չի երևասկի։ Չէ, մամա, խնդրում եմ, պապային ասա, թող Հայկին մատով չկպնի։ Չհասկացա։ Այսքանից հետո դեռ մտածում ես այդ լակոտի մասին։ Ես վաղուց էլ իր մասին չեմ մտածում։ Ես Արսենի կինն եմ։ Հա, աղջիկս, այ ապրես դու։ Ու դու հիմա ամեն ինչ պետք է անես, որ հանկարծ Արսենին չկորցնես։
Իմ աղջիկ, իմ սիրո։ Ախր թվում է թե բոլոր խնդիրները հարթվում են, մեկ էլ հոպ, մի բան ծնում է։ Ոնց կլինի Լիլիայի գլուխը հանգարց հանգիստ մնա։ Նա ճանճ կընկնի մի թանի մեջ ու այսպես վիճակի մեջ կգցի բոլորին։ Չնեղվես բանես, չնեղվես ցավդ տանեմ, մաման հետը տա, իմ աղջիկս։ Բարև ձեզ։ Կարող եմ սեղան պատվիրել։ 2 հոգու համար։ Չէ, ուզում եմ մոմերով զարդարված լինի սեղանը։ Ավելի ռոմանտիկ միջավայր ստեղծենք։ Լավ։ Շնորհակալություն։ Ես քեզ կմոռանամ։ Կմոռանամ։ Ինչ կա։ Ոչ մի բան։ Ձինան ուր է։ Տանն է։ Եթե տնից դուրս եկավ, ես իմանամ։ Ինչ որ բան կա։ Չգիտեմ, զգում եմ, որ մի բան է ինչի։ Հա, արս։ Զանգել է իշացնել, որ այսօր են տվարեն պետք է հանդիպեիր։ Զանգի դրան քենսել արա։ Ես այսօր ոչ մեկ հետ հանդիպելու չունեմ։ Ավելի կարևոր գործեր ունեմ։ Լավ։ Ձինան դուրս չեկավ։ Չէ, արս։ Հաստատ մոմենտ կա։ Լարված ես։ Ասեցի չէ։ Բարև ձեզ։ Կարող եմ չէ՞ ներս գալ։ Ներողություն, իսկ դուք ով եք։ Ես Արմանի մայրն եմ։ Իսկ կարող եմ իմանալ ում հետ պատիվ ունեմ խոսելու։ Իհարկե, ես Ստեֆանին եմ, Արմանի գործընկերուհին։ Շատ ուրախ եմ, Ստեֆանի։ Ես էլ ներս եկեք։ Իմիջայլոց շատ հաճելի մայր ունի Արմանը, չնայած ձեր մասին այնքան շատ է պատմել։ Տարօրինակ է, որ ձեր մասին ինձ ոչինչ չի պատմել։ Դե որովհետև մենք ուղղակի ընկերներ ենք։ Ընկերներ։ Դու եւ Արմանը փաստորեն միասին եք աշխատում։ Մենք միասին ենք սովորել, համակուրսեցիներ ենք եղել։ Հետո Արմանը բացեց փաստաբանական գրասենյակը ու ես այնտեղ զբաղեցրեցի իմ պաշտոնը թե որպես տնօրեն եւ թե որպես իրավաբան։ Շատ ուրախ եմ։ Ես նույնպես։ Ես սուրճ եմ դնում, դուք ինչպես եք սուրճը խմում։ Կիսակ հաղցր։ Լավ։ Տաթև ասեց, որ ուշ կգա։ Իսկ դա ինչ է նշանակում։ Ինչ։ Որ մենք ավելի շատ ժամանակ ունենք անցկացնելու։ Սխալ ասացի։ Շատ ժամանակ ունենք,
Մենակ մնալու։ Արման, Հաջան։ Ու ինչ եք անելու։ ինչ։ Չէ, ուզում եմ որ դու ասես։ Սպասի ասա։ Ինչ անեմ, զանգեմ Հայկին, թե Լյուսիին ասեմ։ Չան։ Դինա, Հա, մամ։ պապատ ասեց, որ այդ ապուշը անգամ եթե հայտնվի, դու չոր ասում ես, որ իրան չես ճանաչում։ Հասկացար։ Բայց մամ։ Դինա, հասկացար։ Չէ, մամ, ախր այտենց ոնց կլինի։ Դինա, իրար հասկացանք, թե չէ։ Հա, մամա, հասկացանք։ Ապրես։ Ջան, բարի օր։ Բարև։ Սասի նեղացել ես, էլ չես ուզում իստենաս։ Այդ գյադուն սատկացնում ես, անձամբ դու։ Ոնց ասես։ Բայց առանց շուխուրի, ճամփի թող գնա։ Լավ։ Չեմ կարող խոսել, գրի ինչ է եղել։ Մենք պետք է հանդիպենք ու շատ շտապ։ Արի հյուրանոց։ Ասածս կարճ է լինելու, արի ուրիշ տեղ հանդիպենք։ Հյուրանոցում մի ժամից։ Okay.